Հարուն հոր եւ որդու եւ օգնին սրբո ամեն։ Մարդիկս միշտ կյանքի մեջ հարցումներ ունենան, ըլլա ներգայի, ըլլա աբակայի վերաբերյալ։ Ինչ պիտի լինենք, վաղը ինչ պիտի ուտենք, մյուս օրը ուր պիտի ճամփորդենք։ Կամ մարդիկ ինչ կսեն իմ մասիս, ով եմ ես։ Այս հարցումները հարադեպ մարդուս միտքը գտարնան։ Կամ մարդիկ ասինչը եղավ ինչ մտածեցին իմ մասից, որտեղ մեր անձերու մտածելակերպը կձևավորվի ուրիշներու մտածելակերպը։ Եվ այս հարցումի ով եմ ես հարցումը հարաբերական պատասխան ունի մարդկային օրենսգիրներ, որտեղ երբ որ գծնենք, դեռ մանուկ ենք, պզդիկ ենք, քիչ մը կմեծնանք, կդառնանք պագան։ Վերջ ավելի կմեծնանք, կամուստանանք, տղամարդ եւ գին կդառնանք, երբ որ զավակներ ունենանք, հայր եւ մայր կդառնանք, եւ կամաց հարադեպ մենք կայլագերբինք եւ կվերափոխվենք։ Սակայն այս հարցումը նաեւ գոյաբանական պատասխան ունի, existentially մենք ով ենք։ Մենք ըստ Աստուծո իր որդիներն ենք, իր պատկերով եւ իր նմանությամբ։ Այսինքն իր պատկերով, որտեղ կրնանք խոսիլ, հարաբերիլ եւ սիրել իրարու, իր նմանությամբ, որ մեր գործերով պետք է ցկտինք նմանելու իրեն։ Որ Քրիստոսի հոգին մեր մեջ կբնակվի, երբեք չի փոխվի, որտեղ վերջը վերջո իր մեջ եկած ենք եւ թեպի ինքը դիերթանք։ Այսօրվա ավետարանի մեջ Հիսուս 3 տարի ուսուցանել է երբ իր աշակերտներուն գարնե եւ գսե տղաք մարդիկ ինչ կսեն իմ մասիս, ով է մարդու որդին, ով եմ ես։ Եվ առաքյալները ինչ որ լսած էին ժողովրդին, գսեն որ շատերը գսեն որ դու մարգարեն ես, շատերը գսեն Հովանես Մկրտիչն էր, որ հարություն արավ։ Շատերը գսեին որ Հիսուս քաղաքական գործիչ է, շատերը գսեին որ հեղափոխական մն է եւ զանազան կարծիքներ կան։ Բայց Տերը կհարցնի իր ամենեն մտերումներուն եւ մեզի, գսե դուք ինչ կսեք, ով եմ ես։ Չէ որ դուք իմ ներքին խոհանոցը կտեսնեք, ամեն օր հետս եք, հացի բազմացնանը, Ղազարոսի հարությանը, դուք ինչ կսեք, ով եմ ես։ Եվ Պետրոսը ինչպես միշտ առաջ կցակի եւ գսե «Ցուն ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին»։ Եվ Տերը գսե «Երանի քեզի, Պետրոս, Հովնանի որդի, որովհետև ադիգա քեզի հայտնողը մարդ մը չէ, այլ իմ հայրս, որ երկնքի մեջ է»։ Այսինքն Սուրբ Հոգին Պետրոսի միջոցով գխոսի եւ գսե որ իսկապես Աստուծո որդին Քրիստոսն է, Հիսուսը։ Եվ որովհետեւ ցցնե իր աստվածությունը, որ Քրիստոս ինչի գնմանի, 6 օրեր յետ կաստելքեն հետո Տերը գարնե իր 3 աշակերտները, Հակոբոսը, Հովանեսը եւ Պետրոսը եւ Թափոր լեռը կբարձրանան։ Եվ աղոթքի կգենան իրենց սովորության համաձայն։ Եվ կտեսնեն Տիրոջ հագուստները կբայծարանա, կջերմագնա, թեմքը կջարակայթի տեսակ մը լույսով, որ չստեղծված լույս մնե։ Եվ արևը գխավարի այդ լույսը։ Եվ այդ տեսիլքի մեջ կտեսնեն Մովսեսը եւ Եղիան, ինչ որ գսեին Հիսուսի մասին, կհայտնվին եւ գխոսին իր հետ։ Առաքյալները ապշահար գտեին, որ ինչ կկատարվի, ինչ կտեսնենք ասիկա։ Եվ ամբ մը կմոտենա աշակերտներուն գծածկե եւ Հայր Աստուծո ցայնը գլսի լսելով այս է իմ սիրելի որդին, որում ես հաջեցա, անոր մտի կրեք։ Երբ աշակերտները լսեցին ասիկա, սարսափահար եղան, երեսի վրա կերին ինկան, Հիսուս մոտենալով տվավ անոնց եւ ասավ, ոտքի ելեք մի վախցեք, դեռ շատ անելիք ունենք։ Ուրեմն Աստված հայտնության տոն է ասիկա սիրելիներ, ինչպես մգրտության ժամանակ մենք կտեսնենք ամբը եւ Աստծո ցայնը եւ Հիսուսին, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին նույնը պայծառագերբության ադեմ է։ Ադորամար այս տոնը կգոչվի այլագերբություն։ Տերը իր մարդկային բնության մեջ ցցուց նաև աստվածային այդ զորությունը եւ փառքը, պայծառագերբությունը, թե ինչպես կշողա աստվածությունը, սրբությունը ինչ տեսք ունի եւ վարդավար ադվարտը, որ կվարվի, կբացվի եւ իր անուշողությունը կգա։ Քրիստոս ցույց տվավ իր աստվածային բնությունը, որ մարդու բնությունը միջև մեղքի ինալը եւս այդ լուսավոր բնությունն է։ Եվ երկը, երբ որ հարություն առնենք, Տերը գսե, որ դուք պետք է լուսավորվիք, արդարները հավիտենական կյանքի բաժին լինեն։ Մենք ալ սիրելիներ գայլագերբինք, եթե նշմանած եք, ձեր բզդի գադենվա նգարները գնայեք, կսեք, որ
նայեցեք ինչ պզդիկ էի, թեմքս ուրիշ քիծ ուներ, երբ որ բադանի գտարնանք ավելի գփոխվին, կամաց մեր թեմքը լման գփոխվի եւ այսօրվա օրը կհասնի, եւ երբ որ երիտասարդ ենք շատ մազ ունենք, չէ՞ մեր գլխում վրա, վերջը գնային գսենք ինչպես կլա, աս մազոտ դղան, հիմա ասանք մազ չունի, ուրեմն մեր վերջնական փոփոխությունը, այլագերբությունը գլա մեր մահեն ետք սիրելիներ, որ Տերը հարադեր կփոխե եւ մեզի իր լույսին կարժանացնե։ Adorամար, երբ որ մեկը մահանա գսենք Աստված հոգին լուսավորե, որտեղ վերջը հոգիները կոչված են լույսի բաժինը լա։ Կոչված են, adorամար անան կյանքը պետք է ապրենք, որ Տիրոջ լույսը ժառանգենք։ Ժողովրդական լեզվով այս տոնը կոչվի նաև վարդավառ, եւ մեր հայրերը բացատրեցին, որ ինչպես վարդը, երբ որ քոց կոգոն մնե, տեսք մչունի, գեղեցկություն մչունի, բայց երբ որ կամաց կայլագերբի, այսինքն կփոփոխվի, կբացվի իր տաքությունը եւ իր անշահությունը կսփռե։ Նույն ձևով Քրիստոս իր մարդկային բնության մեջ էր, բայց վարգյան բացվեցավ ցույց տալու համար մարդկությունս ինչ պիտի ճաշակե, երբ որ Աստուծով միանա, կվարդավառվի, այսինքն կվարվի։ Եվ տոնին, այս տոնին իրարու ճուրերով գճրենք, ճուրը նշանն է մաքրության եւ սրբության, ինչպես հագուստը ճուրով գլվանք, ինչպես ամեն օր գելնենք մեզի ճուրով գլվացածնենք, նույն ձևով ճուրը Սուրբ Գրքի մեջ մաքրության եւ Սուրբ Հոգիի խորհրդանիշն է, որովհետեւ ուր որ ճուր չի գա, կյանք չի գա, առանց ճուրի չենք կրնարապել։ Եվ ճուրը հարադեպ պետք ունի, որ մեր ապաշխարության արդյունքներն են սիրելիներ, եկեղեցու հայրերը կկոչեն երկրորդ ավազան, որ հարադեպ պետք է զղջանք, մեր արդյունքներով մեզի մաքրենք եւ Աստուծո խոսքով մեզի մաքրենք, որպեսզի կրնանք մենք ալ փայլի Տիրոջ Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամբի մեջ են ցայնը ըսավ ասիգա է իմ սիրելի որդիս իրեն մտի գրեք։ Այսօր շատ ցայներ կան սիրելիներ, շատ աղմուկ կա, լռության աղմուկ եւ նաեւ ցայնով աղմուկ։ Այսօր շատ ցայներ կգրվին մեր ուշադրության համար, լա քաղաքական ցայներ, դրամական ցայներ, հաջողակ լալու ցայներ, վախի ցայներ, կասկածի ցայներ։ Բայց Տերը գսե որ միշտ հիշեցեք, ադոր ամեն ընտագը աս խոստումը եւ աս ցայնը կա, որ մտի գրեք իմ որդիս, որտեղ ես կհրամայեմ ինքն է իմ հաճելիս, եւ եթե գուզեք ինձի հետևի, պետք է իրեն մտի գնելով ապրեք։ Իրեն մտի գնելը, հնազանդիլը մեզի Քրիստոսի կնմանեցնե եւ մենք իր փառքը կժառանգենք։ Եվ իրեն մտի ընողներուն Մովսեսը եւ Եղիան հանդիպեցան, որոնք ամբողջ կյանքը ապրեցան Աստծո խոսքը գործադրելով եւ լույսը լալով կյանքի մեջ։ Ինչպես գիտեք, Մովսեսը լման օրենքի դվողն էր 5 դագարանի մեջ, որը գխոսեր մեկ մարդու մասին, Հիսուս Քրիստոսն էր։ Եղիան մարգարեներեն մեկը գիշեք չմահացավ, օրը երբ որ գմարգարեանար Եղիսե իր աշակերտին հետ, երկինքեն հրեղեն կարգը, կրագոտ կարգը եկավ եւ վեր հանեց, ինչպես ամեն հոգյանքիստին գսենք, որ Եղիան երկինքի մեջ կթագավորե։ Ուրեմն թե մեռելներու, թե հավիտյան ողջերու Աստվածն է Քրիստոսը։ Ադորամար պայծառագերբության նկարի մեջ միշտ կտեսնենք, որ Քրիստոս քիչ մը վեր գեցած է։ Այսինքն թե Մովսեսը որպես օրենք, թե մարգարեները որպես Եղիա մարգարեն կմատնանշեն, որովհետև ամեն ինչի լրումը, կատարումը Քրիստոսի անձի մեջ է։ Եվ մեջտեղը գեցած մեզի իրեն կհրավիրել, որովհետև ինքն է կատարելությունը ամեն ինչի, թե ողջերու, թե մեռածներու։ Ադորամար Եփեսացիս գրքի մեջ կսե Պողոս առաքյալը, Աստված ամեն բան անոր իշխանության ենթարկեց, երկինքի եւ երկրի վրա, ու եկեղեցու գլուխ կարգեց այն, վեր ամեն բան է։ Հետևաբար եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ամբողջացումն է Քրիստոսի, որ կամբողջացնե ամեն ինչ ամենտեղ։ Այսինքն ամեն ինչի կմփետը Քրիստոս ինքն է։ Աստուծո խոստում ունենք մենք սիրելիներ, որ իրեն հավատացողները պետք է պայծառագերբին, այլագերբին եւ Քրիստոսի փառքը դիսեն։ Որովհետեւ մարդուս նպատակը սիրելիներ, քրիստոնյայի նպատակը պարզապես լավ մեկը լալը չէ, բին այսը չէ, այլ ինչը լալն է սուրբը լալը։ Երևակայեցեք, այս լամպաներու նպատակը պարզապես գեղեցիկ ապագի լալը չէ, այլ երբ որ էլեկտրականություն կմտնի մեջը եւ կպայծառանա, լույս կտա։
Ադոր համար շատ հաճախ, հատկապես եկեղեցի հաճախորդները, դերը մգուկան, որ գպաղին, որտեղ գսեն եկեղեցվո դոները գիտեինք, աղոտները գիտեինք, բայց բաղություն մգա կյանքից մեջ։ Հետևաբար պետք է Քրիստոսին խնդրենք, որ իր լույսը գրգե մեր կյանքը փոխե, որովհետև Աստուծո հետ լալը պարզապես մեղքեն հերու լալը չէ, այլ հագարակը հարիկը կործելը։ Ինչու գսենք հարադև ապաշխարություն, որտեղ մեր անձը միշտ ենթագա է մեղքի, բայց երբ որ մեր սիրտը գտարնենք Աստված եւ գսենք, որ լեցուր մեզի քու Սուրբ Հոգիովը, այն ադեն գտարնանք այս վարվող լամպաներու պես։ Ինչպես երբ որ վանագանը երթա իր վանահորքով գսե հայր այսօր ամեն աղոթներս կատարած են, ինչ ավելի կրնա անել։ Վանահայրը գտարնա իրեն, որ աղոթքի մեջ էր, ձեռքերը վեր կհանե, 10 մատները վեր կբարձրացնե եւ մեջին գրակ գելն է թեպի երկին։ Գսե դղաս, եթե գուզես, կրնաս նաեւ ասան կրնա։ Այսինքն Աստուծո հետ հարաբերությունը հարադև գվարե մեր սիրտը եւ հոգին եւ հոն է, որ մենք կամաց կճաշակենք Աստուծո լույսը։ Ադորամար այսօրվա ընթերցումը սա, բայց գիտենք, թե երբ Հիսուս հայտնվի, իրեն նման պիտի լանք, որովհետև զինք պիտի տեսնենք իր իսկության մեջ, իր փառքի մեջ, իր գեղեցկության մեջ։ Այն փառքը, որ ինձի տվիր, գսե Քրիստոս, իրենց տվի, այսինքն իրեն հավատացողներուն, որովհետև մեկը լան, ինչպես որ ես եւ դու մեկ ենք։ Տեսակ ինչպես Աստված ոչ թե գուզե պարզապես ուղղություն դա մեզի ապելու, այլ գուզե մեր մեջը բնագի, որովհետև մենք ալ փոց ըլլանք, գրագ ըլլանք։ Հիսուսին չսավ եկա երկրի վրա գրագ նետելու եւ ինչ կկամենամ, որ այդ գրագը փոփոխի, այդ սիրո գրագը, մաքրության գրագը, իմ գրագը ծեր մեջը փոփոխի։ Ուրեմն Քրիստոսին մտի գնելով մենք կայլաբեկենք, այլ գեր կապրենք սիրելիներ։ Աստծո խոսքը, որ նաև ճունը մեր կյանքի կզովացնե եւ կյանք կուտա մեզի։ Շատերս կսենք, որ չենք հասկանալ Աստծո խոսքը։ Շատերս կսենք դժվար է, շատերս կսենք ժամանակ չունենք, ամեն անգամ արդարացում գտնենք։ Բայց Աստծո խոսքը քանի աբրող խոսք է սիրելիներ, անգամ երբ որ չես հասկանար, վրատ կասկե, հետ կծկե քու մեջը։ Վանագանը Սուրբ Գիրքը գարթա եւ Կուկա նորեն իր հորը գսե, որ հայր չեմ հասկանալ այս գիրքը, ինչու պիտի հարադեպ կարդամ։ Իմաստուն վանահայրը որպես իրեն թաստա գսե, հոն թույլ մկա, հաջիս, արգնա ջուրբ էր ջրորեն։ Կերտա վանագանը մետրերով քալերով եւ ջուրը գլեցնե, փերած ադենը գտեսնե, որ ծագի աս թույլը եւ ջուրը գթափի։ Կուկա գհասնի գսե հայր ջուր չմնաց մեջը։ Գսե նորեն գնապեր տղաս։ Նորեն կերտա, նույն ձևով դանչվելով Կուկա Գսե ինչն եմ հիմա, գսե նորեն գնա ջուրը էր, ուրեմն փայդե է թույլը։ Երրորդ անգամ գսե հայր գիտեմ փամ գուզես ինձի սորվեսնել, լսե ինչ է, աս թույլը բարավ է, այո դղաս, գսե բարավ է, բայց տես թույլի մեջի պատերը խոնավ են, թաց են, նույնը Աստծո խոսքն է, երբ որ մենք կգարթանք հարադև, թաց կմնա մեր պատերը, մեր հոգի եւ մտքի պատերը թաց կմնան, եւ երբ որ թշնամիները կհարցակին, մեր հոգի թշնամիները կհարցակին, մենք հոն խոնավությունն ունենք, որ այդ կրնագը կրնամ արել։ Ուրեմն Աստծո խոսքը ամենեն մեջ ջուրն է։ Ուրեմն Տերը գսե, երբ որ այլևս ուժ չունիս, ինձի եկեք, բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ եւ ես ցեզի պիտի հանգստացնեմ։ Իմ խաղաղությունս ցեզի պիտի տամ։ Եվ նեղությունները, anxiety-ները, գիշեր, ցերեկ վախի մեջ կբահեն մեզի սիրելիներ, պիտի Տիրոջ խոսքը հիշենք, որ գսե իմ խաղաղությունս է որ գուդամ ցեզի, որ այս աշխարհի խաղաղութենեն տարբեր է։ Կնշե դերը, որ միայն փախիլը չէ երթալը ծովափը, այլ իմ դված խաղաղությունս մեկը չի գրնալ ցեզի տալ։ Եվ ցավը, վիշտը, դժոխությունը գլեցնեն օրերը, հիշե Տիրոջ խոսքը, որ գսե աշխարհի վրա նեղություն պիտի ունենաք, բայց քաջ ալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Եվ մեղքի զգացումը քեզի գխեղտե, քեզի չի ցկեր, որ վեր նայես եւ գսե ինքզինքի չես կրնալ ներել, հիշե Քրիստոս ինչպես ներեց Մագդալենացին, հսա մեղքերդ քեզի ներված են, գնա այլևս մեղք մի փորձեր։ Ուրեմն երբ որ լեցված ենք Աստծո խոսքով սիրներ, բաժանումները, ընտանիքի բաժանումները, գործի անհաջողությունները չեն մոտենալ, բայց երբ որ Աստծով չենք այլագերպիր ամեն օր, այն ադեն խավարը կբադե մեր կյանքը։
Հետևաբար սիրելիներ, ամեն օր այլագելվինք, ամեն օր լուսավորվինք Տիրոջ հետ, բարձրանալով այդ թափոր լեռը, որ մեր լռության եւ աղոթքի անկյուններն են։ Տիրոջ առջև գնանք եւ ասենք, որ Տեր, ես արած հույսեր կուզեմ, որտեղ կուզեմ ըլլալ քու զավակը, քու խոստումին համեցան, փրկություն եւ խաղաղություն ժառանգողը Հավիդյանս հարգելից։ Ամեն։